Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի վերջին ճեպազրույցներին միայն Հայ ազգային կոնգրես խմբակցություններ ներկայացել։ Ամփոփելով խորհրդարանի 5 տարվա գործունեությունը, Արամ Մանուկյանը նշեց դրական ու բացասական կողմերը։ Պատգամավորը դժգոհեց, որ ընդունված օրենքների մեծ մասի հեղինակը կառավարությունն է եղել, բայց նշեց, որ դրական ժամանակահատված է եղել։ Նրա խոսքով, լինելով հակոտնյա գաղափարական ուժերի ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորները կարողացել են գազի, հոսանքի, ընտրությունների հարցում ընդհանուր հայտարարի գալ եւ հաջողությունների հասնել։ Դա իսկական խորհրդարանական կղզյակ կարելի է համարել այդ փոքր ժամանակահատվածը։ Մյուսը, որ ռեալ ես համարում եմ հաղթանակ, հաջողություն 4+4 ֆորմատի օրենքի նախագծի մեջ մեր ուզած փոփոխությունների մի մաս անցկացնել։ Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող խորհրդարանում ավելի շատ կլինեն օրենսդիր գործունեությամբ զբաղվող պատգամավորները եւ այն ավելի լավը կլինի նախորդից։ Մտել ենք մի փուլ, ավարտական փուլ, որտեղ պետք է ձևավորվի նոր խորհրդարանը։ Եվ հասարակությունը պետք է իմանա ում է ուղարկում խորհրդարան, ում է ձայն տալիս եւ ինչու է բողոքում հետո։ Անդրադառնալով քարոզարշավին, Արամ Մանուկյանն ասաց, որ կոնգրեսը ԺԿ դաշինքը հանդես է գալիս հստակ քաղաքական ծրագրով, որի իրականացումը դոմինանտ է դաշինքի համար։ Ըստ բանախոսի, սկզբում խաղաղության ծրագիրը դժվարությամբ էր ընդունվում, հանդիպումներից ու զրույցներից հետո այն ավելի ընկալելի է դարձել։ Հիմա դրական է, բավականաչափ դրական է։ Ովքեր են մեզ քվեարկողները, մեր ծրագրին քվեարկողները։ Սահմանամերձ գոտու բնակիչներ, որոնք շատ լավ են զգում պատերազմի սպառնալիքը, տարիքով մարդիկ, որոնք Ղարաբաղյան ազատագրականի մասնակիցներ են կամ վկան են, կամ ժամանակակիցն են, հասակով տղամարդիկ, հասակով կանայք շատ ավելի լավ են ընկալում եւ աջակցում այս ծրագրին։ Վերջում անակնկալ, պարզվեց քարոզարշավով զբաղված գործիչը նաև նկարում է, ավելին պատրաստվում է հանդես գալ ցուցահանդեսով։ Արամ Մանուկյանը բոլորին հրավիրեց վաղը կայանալիք իր անհատական ցուցահանդեսին, խնդրելով այն չդիտարկել որպես քարոզարշավ։ Օրերս լրացել է պատգամավորի 60-ամյակը եւ ցուցահանդեսն այդ առիթով է կազմակերպվում։ Լիանա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։